Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 6-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Գնայինք այս մյուս քարտերով, թազա քարտերով, տեսնենք, թե ինչ է մեզ բոլորի սպասվում այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 6-ին։ Հարգելի խոյեր, առավոտյան մի փոքր ուշադիր եղեք ճանապարհ գնալուց եւ այլն, հա, յուրաքանչյուր պարագայում, սա ցույց է տալիս։ Նաեւ լուրեր կլսեք հեռվից, հնարավոր է նաեւ, հա, ինչ-որ մարդիկ ձեզ կզանգարեն կամ դուք կարող զանգարեք, հա, կարևոր ինչ-որ մի հարց է։ Յուրաքանչյուր բացասական բան ձեր մոտից կանցնի։ Նաև հա ոնց որ գալիս է սպիտակ շերտի ժամանակ, այսինքն բացասական բաները ձեր մոտից գնում են։ Նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն կամ պատրաստվում եք հենց հարսանիքի, հաջորդ օրը հարսանիք, հա, շաբաթ է կամ ամուսնության առաջարկ է դուք կանեք, ձեզ կանեն, ընտանեկան կյանքն է սա։ Գուցե զանգահարում են ձեզ հիշեցնեն, որ վաղը գնում եք օրինակ, թե չեք գնում, գուցե հարց են տալիս ձեզ։ Համենայն դեպս այստեղ հրավեր հարսանիքի կամ ամուսնությունը։ Նաև սա կարող է պայմանագիր է, որը կնքում եք։ Կապ չունի քարտերը, միևնույնն է նշանակություններ կան, որ նման են։ Եվ ինչ որ մի բան է տեղի ունենալու այդ օրը, որ մնաք տանը ինչ որ բաներով զբաղվեք, ինչ որ գործերով զբաղվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 6-ին։
Հարգելի ցուրեր, այդ օրը ձեր ընտանիքի անդամների հետ շատ կանցկացնեք, նաև սա ասում եմ, որ մի մոռացեք ձեր արմատների մասին, հա, այցելեք իրենց, շփվեք այն մարդկանց հետ, ում հետ գուցե վաղուց չեք շփվել։ Նաև նոր հոբի կառաջանա ձեզ մոտ կամ կզբաղվեք ոչ նոր հոբիով, ի դեպ ասեմ, ես որպես ցուլ, հա, որոշել եմ նոր ինչ-որ մի բանով զբաղվել, որը բացարձակ չեմ արել, հա, եւ հիմա ուզում եմ նաև փորձարկել դա, հա, դա եւս իմ պարագայում համատեղելի է, ուղղակի չգիտեմ, ամսի 6-ին եմ սկսելու, թե 1-2 օր այսու այն կողմ, որովհետեւ դեռ պետք է նայեմ լուսնային օրը, որ լավ լինի, որ արածս գործն էլ առաջ գնա։ Եվ այստեղ ունեք նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր, որով որ պետք է գնաք զբաղվեք այդ օրը։ Դա կարող է լինել պետական հիմնարկություն, այսինքն հիվանդանոց, բժշկական կենտրոն, ուսման կենտրոն նաև։ Եվ իհարկե այստեղ առջևում բավականին շատ մեծ ծախսեր են ձեզ սպասվում, հնարավոր է հարսանիքի հետ է դա կապված, հնարավոր է ոչ պայմանագրի հետ է դա կապված, միգուցե գնում եք հարսանիքի, միգուցե ամուսնության առաջարկ եք անում, հա, եւ այդ գումարը ծախսում եք դիզայնի վրա։ Նաև դա ուղղակի պատրաստություն է հարսանիքի, պատրաստություն է կամ ձեր հարսանիքի կամ հա որ գնում եք։ Դե այսքանը ձեզ համար ուրիշ այլ բաներ չկա։ Հուսով եմ դա բաց չեմ թողնում, նոր է, եթե բացել թողնեմ, ոչինչ, ներողական է այս պահերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 6-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ձեր հետևում մարդիկ կան, հա, ովքեր որ ձեր հետևում ինչ-որ բաներ են անում, հա, երկեզանի մարդիկ են, կամ ուղղակի ձեր հետևում ինչ-որ գործողություններ են անում ձեր դեմ, այդպես պետք է ուշադիր լինել իրենցից։ Նաև այդ օրը գումար կստանաք, տեղափոխություն, մեկ այլ բնակարան, նաև տան հետ կապված կարող ինչ-որ պահեր են, կարող տունը վաճառել եք, հիմա օրինակ գումարը գալիս է, այնտեղից է գումարը գալիս։ Ամենայն դեպս ոմանք կարող են տեղափոխվել, հա տան հետ կապված ինչ-որ պահեր են, որոնք որ կարող եք անել, այստեղ նաև հյուր ունեք, հնարավոր է նաև հյուրի եք սպասելու։
Նա հյուր է գալու։ Դե հա միայն դա է այստեղ։ Ուտեստ եմ անընդհատ ման գալիս, ճիշտ ասած իրանք ինչ որ բան ունեն, որ ուտեստ է, բայց ես չեմ հասկանում, թե ուտեստը այստեղ որն է, ես ուտեստը այսքան ժամանակ չեմ տեսել։ Չէ ուտելիքներ են, բայց ես ուտելիքներ այստեղ չեմ տեսնում։ Ուտելիքներ կան, այստեղ թվում է թե ուտելիքներ են, բայց շոկոլադ են։ Երևի թե դա է միայն, հա, հյուր։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ձեզ ցանկանում են, հա, դե մեջքի հետևից են հարվածում, իրանք ձեզ չեն սիրում ուղղակի։ Դրա համար էլ պատրաստ են իրանք ձեզ համար, հա, որ կամ աշխատանքից հանելու, կամ ինչ որ մարդիկ են, ովքեր որ այդպես տրամադրված են ձեր նկատմամբ։ Նաև սպասեք որևիցե անակնկալի նվերների այդ օրը։ Այդ ուղղակի պետք է ձեզ զսպեք, չվիճեք այդ օրը, որովհետև հա վեճը կարող է գնալ բազմանալ, հա, ավելի այդպես մեծ բան դառնալ։ Եվ իհարկե մի փոքր սկսեք մտածել ձեր մասին, շատ եք ուրիշի մասին մտածում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 6-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը անակնկալ ունեք, նվերներ ունեք, ոչ էլ լավ պահեր են, որը որ ձեզ կուրախացնեն, բարձր տրամադրություն, հաջողախոսություններ ձեր նկատմամբ, նաև ինչ որ բացասական բաներ կար ձեզ մոտ, դա անցնում է ձեզանից, հա, գնում է ձեզանից։ Շատ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, հա, հիանալի լուր է դա ձեզ համար։ Նաև այստեղ լավ նորություն է դա եւ այդ օրը գործերը կանեք կավարտեք, հա, ինչ գործեր որ մնացել է, այդ գործերը կանեք վերջնականապես կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին փետրվարի 6-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը ռոմանտիկ պահեր կան, ռոմանտիկ արկածներ կան, սիրային ինչ-որ պահեր են, դե նորսեր կարող է լինել, որովհետև այստեղ սա ևս այստեղ սիրահարվածություն է ցույց տալիս կամ միգուցե ամուսիններով կրկին սիրահարվում եք իրար վրա կամ ռոմանտիկ ինչ-որ հետաքրքիր պահեր եք ստեղծում ձեր սիրելիի համար, ինչ-որ ռոմանտիկ պահեր են, սերմեր, այդպես Նաև դե խոզմարտիկ կան, նախանձ մարդիկ կան, ովքեր որ ինչ-որ բաներ են ուզում անել ձեր մեջքի ետևում։ Եվ իհարկե այստեղ ունեք մոռաց, չգիտեմ ես իրանց նշանակությունը գժվել կարելի է մինչև սովորեմ նշանակությունը, ես կդառնամ 50 տարեկան։ Հաճելի հանդիպում նաև ունեք, օրվա վերջ։ Այսքան դե կարող այստեղ սիրահարվածությունը այդ անցնում է։ Նաև սա ձեր սիրելի մարդիկ են, ինչու՞ չէ կարող ձեզ այդպես սիրված եք զգում, որովհետև սիրտը դա նետը, դա ոնց որ մարդը ինչ-որ մի բան է տեսնում եւ իրան լավ է զգում։ Կարող ձեր երեխային եք տեսնում, հա, պարտադիր չի այստեղ լինեն միայն երիտասարդներ, ով կարող են սիրահարվել։ Ձեր տղային եք տեսնում, կամ իմանում եք, որ թուր եք ունենալու ինչ-որ մի բան է, որ ձեզ սրտին կուրախացնի, իսկ մյուսը դա հստակ ռոմանտիկ ինչ-որ պահեր են սիրային։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 6-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ընդամենը երկու բան ունեք, երկուսն էլ մեկը մյուսից հիանալի չէ, այստեղ նաև երեխաներ ունեք։ Ամենայն դեպս առավոտյան բարձր տրամադրություն կունենաք, ոնց որ ձեր մոտ գալիս է սպիտակ շերտի շրջանը, հա, ինչ որ մի լավ բան է ձեզ հետ տեղի ունենալու։ Նաև սպասեք անակնկալի, որը որ ձեզ համար բավականին հաճելի կլինի։ Այնպես որ ինչ որ մի լավ բաներ է ձեզ հետ կատարվելու այդ օրը։ Եվ երեխան էլ դա եւս նշանակում է, որ որևիցե հրաշք է ձեզ հետ կատարվելու։ 3 քարտն էլ ինչ որ հա նույն բանն են ձեզ ասում, այնպես որ սպասեք ոչ մի լավ մի բանի հրաշքի։ Բարձր տրամադրություն, շատ լավ անակնկալներ եւ սպասում եք հրաշքի։ Այնպես որ միգուցե երեխայի հետ է կապված, միգուցե հղիություն է այստեղ։ Չնայած հղիությունը ուրիշ քարտ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքների։
Ինչ է սպասվում կշեռքներին փետրվարի 6-ին։ Հարգելի կշռքներ, այդ օրը ոչ նոր հոբիով կզբաղվեք, նոր հետաքրքրություն կունենաք, ինչ որ նոր բան է, նոր որ ձեզ համար դեռ անծանոթ է։ Նաև կարող է մեկը մյուսին վիրավորել։ Այդ օրը ուշադիր եղեք, կամ դուք եք վիրավորելու, կամ ձեզ են վիրավորում։ Եվ սա հանգիստ է, կարող գնալ հանգստանալու, կարող գնալ ճամփորդության, եթե աշխատում եք միգուցե, սա վերաբերում է, որ ժամանակն է մի փոքր հանգստանալու, հա, նայելու ձեզ մի փոքր էլ խնամելու համար։ Այսքանը, միգուցե վիրավորում եք մեկը մյուսին, կարող է դա է, հա, մեկը մյուսից հանգստանալ է դեռ պետք, եթե այստեղ զգացմունքների հետ է կապված, որտեղ մի փոքր նաև, հա, ընդհանրապես այս քարտով ավելի շատ ոնց որ զգացմունքները նյարդերը լարված են ձեր։ Կարող դրա համար, հա, մեկը մյուսին համար, կամ մեկը մյուսից, հա, ոնց որ հանգիստ է հարկավոր, կամ այդպես։ Ու գնանք հանգստանալու ուղղակի, հա, կարող նյարդերը շատ են եւ աչուձախ մարդկանց կարող է կպնում եք, հա, այդ հոգնածությունից, գերհոգնածությունից։ Նաև այդ օրը կամ դուք եք ճանապարհ գնալու կամ ինչ որ մարդիկ ձեզ մոտ կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 6-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ոյցա գաղտնիք կբացահայտվի, նաև դա է կարող է, ձեր տխրության պատճառը կամ ինչ-որ մեկի սիրո հետ է կապված, զգացմունքների հետ է սա կապված նաև, որ ինչ-որ դիմացինը կարող է, այդքան էլ նույն զգացմունքը չունի, ինչ-որ դուք։ Նաև այստեղ ճամփորդություն է կամ կարող եք գնալ հանգստանալու, արձակուրդ վերցնեք նաև աշխատանքի վայրից և կարող եք աշխատանքի ընդունվել, կարող են ձեզ ճանաչել, հեղինակությունը բարձրանա, նաև ձեր արժանիքները, արժանիք ձեզ, որովհետև կարող եք օրվա ընթացքում ոյցե խոչընդոտ հաղթահարել, եթե օրինակ աշխատում եք, կարող աշխատանքի վայրում է, միգուցե ինչ-որ մի բան է, եւ ձեզ ասում են, ոնց որ կարողացար ամեն ինչ հաղթահարել, այսինքն ոնց որ ձեր հեղինակությունն է այդպես բարձրանում եւ ձեր ոնց որ արժանի եք այդ պահին ճանաչման, որովհետեւ կարողացաք այդ ինչ-որ բաներ հաղթահարել։ Դե նաեւ դա նշանակում է, օրինակ, եթե գնալու եք հարցազրույցի, ապա դա կարող է լինել եւս, ոնց որ ձեր գիտական, ինչ որ գիտելիքները եւ այլն, ինչ որ դուք գիտեք, ձեր մասնագիտականը, դա մարդիկ գնահատում են, եւ եթե այստեղ նայենք հաղթանակի հետ կապված, ապա կարող եք խոչընդոտները հաղթել եւ օրինակ ձեզ կանչեն աշխատանքի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Միայն ոչ աշխատանքը, այստեղ կարող է նաեւ ինչ-որ մի տեղ է, որտեղ կարող մրցույթ է եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 6-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օր առավոտյան պետք է ուղղակի ուշադիր լինեք եւ եթե մեքենա եք վարում, յուրաքանչյուր տեղ այն ինչը որ իրենից վտանգ է ներկայացնում, պետք է ուղղակի շատ ուշադիր լինեք։ Նաեւ ոմանք կարող են ընդունվել ինչ-որ միտեղ սովորելու, նոր գիտելիքները, որոնք որ ձեռք կբերեք կամ ուսման հետ է կապված, կարող քննություն եք տալիս եւ այլն, կամ որևիցե նոր կարճ դասընթացների եք սկսում հաճախել, մի խոսքով կզբաղվեք ձեր ուսմամբ։ Նաև այդ օրը գումար կստանաք եւ յուրաքանչյուր բան պետք է հասկանաք, որ ինքը շատ արագ կանցնի, պետք չի նեղվել, նաև կարող է այստեղ հիվանդ եք, կարող է ինչ-որ ցավեր ունեք եւ դրա մասին է այստեղ կարող ասում, որ ամեն ինչը լավ կլինի, ուղղակի պետք է համբերատար լինեք։ Եվ իհարկե մի քիչ խնամեք ձեզ, մի քիչ հնարավոր է տակտեյ պետք է խմեք, մի քիչ ձեր մասին մտածեք, ձեր առողջության մասին մտածեք։ Այսքանը ձեզ համար, միգուցե այդ օրը հիվանդ եք, դրա համար այստեղ ինչ-որ տեղեր կարող է ցավում է, որտեղ վարդը ընդհանրապես փշեր-մշեր ունի եւ ոնց որ դա ցավ է նշանակում, եւ եթե համբերատար լինեք, ամեն ինչ կանցնի։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 6-ին։ Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը կարող եք նաև բոնուս ստանալ, հա, բոնուս աշխատավայրից, այսինքն ձեր կատարած աշխատանքը կգնահատվի եւ դրա դիմաց հնարավոր ձեզ բոնուս են տալիս։ Նաև աշխատավարձ ոմանք կստանան այդ օրը։ Բացի դա էլ սա կարող է պաշտոնի բարձրացում է, որը եւս ինքնին աշխատավարձի բարձրացում է լինում, նաև ոնց որ ձեր ունակությունները կգնահատեն այդ օրը, ձեզ կգնահատեն, ձեր արարքը, ձեր գործունեությունը։ Նաև հեռվից ոչ լուր կլսեք, ոմանք կցանկանան ճամփորդել կամ կարող եք տոմսերը գնել այդ օրը կամ ուղղակի գնաք հանգստանալու, ձեզ հանգիստ է պետք։ Եվ ոմանք կզբաղվեն նոր հոբիով, նոր ինչ-որ մի բանով, նոր հետաքրքրություններ կունենաք, եւ ձեր մեջքի հետևում ինչ-որ բաներ է կատարվում, ուշադիր եղեք, կարող աշխատանքի վայրում է, կարող այդ նոր հոբին ձեզ համար եւս աշխատանք է, հա, ինչ-որ միտեղ եք աշխատում, որտեղ երբևիցե չեք աշխատել, ինչ-որ բաներ եք անում, եւ հենց այդտեղ կարող է աշխատանքի վայրում ինչ-որ բաներ են անում ձեր մեջքի հետևում։ Եվ իհարկե այստեղ նաեւ սա ունենք տեսանյութը կանգնեցրել էի, չգիտեմ երբ բանից։ Հուսով եմ նայել եմ։ Այդ եղջյուրներին իսկ հիմա նայում ենք ջրհոսներին, չգիտեմ։ Հուսով եմ, բայց չգիտեմ ինչու եմ կանգնացրել։ Հուսով եմ նայել եմ։ Գնայինք ջրհոսներին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը այստեղ ինչ-որ հարցեր կան, որոնք որ խճճված պատմություններ են, որոնք որ չեք կարողանում գտնել դրա լուծումը եւ այդ օրը կկարողանաք գտնել դրա լուծումը ի վերջո։ Կամ այդ օրը կարող է որովհետեւ խճուճ-մճուճ ինչ-որ պատմություններ լինեն, եւ ոնց որ չկարողանաք սկզբում լուծումը գտնել, հա, պատասխանները չիմանայք, հետո արդեն կկարողանաք յուրաքանչյուր հարցին լուծում տալ։ Այդ օրը նաեւ գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, եթե այդ եղջյուրները լսում են դեռևս, եթե տեսնեմ, որ չկա, ես առանձին ձեզ համար շորտում կպատրաստեմ ձեր կանխատեսումը, չնայած որ դժվար։ Այսքանը ջրհոսների համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 6-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը բամբասանքներ կան, հա, ձեր հետ է կապված այդ բամբասանքները, նաև այստեղ ինչ-որ միտեղ եք հրավիրված, միգուցե առիթ է, սեղանի շուրջ եք նստած եւ այնտեղ է այդ բամբասանքները կամ դրանից հետո է այդ բամբասանքները լինում կամ այս սեղանի շուրջ նստած։ Նաև ինչ-որ մի բան է լինելու, որ պետք է մնաք տանը, տան մեջ եք լինելու, նստելու եք, մնաք նստած, այն միգուցե պետք է, հա, որ մնաք տանը։ Եվ գումար եք ծախսելու այդ օրը, անսպասելի ծախսեր են, լավ նորություն եք լսելու եւ այստեղ նաեւ ունեք հղիության մասին նորություն, կարող է դա եք լսում նաեւ։ Ինչ որ կարող է լավ նորություն, դա անձամբ հենց կապված է հղիության հետ կամ առանձին կարող է մեկ լավ նորություն լսեք, մեկ էլ հղիության հետ կապված նորություն։ Նաև այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի կամ շատ աշխատանքը, ձեր աշխատանքի դիմաց կգնահատվեք, հա, ձեր արժանինքների դիմաց կպարգևատրվեք, հա, ձեզ այդպես ջերմ խոսքեր նաև կարող են ասել։ Դե նաև սա հարցազրույց է, հա, կարող է նաև պետական աշխատողի հետ եք հանդիպում, հարցազրույցի եք գնում։ Դեն ինչ որ վերաբերվում է աշխատանքին, հա, կարող է գնում եք հարցազրույցի եւ գնահատում են ձեր մասնագիտական որակները։ Այստեղ նաեւ գաղտնիք կբացահայտվի, գաղտնիքը հենց այդպես լավ լուրի միջոցով է, հա, լավ բան է սա։ Այս գաղտնիքը, հա, ձեզ համար լավ է։ Միգուցե իրոք հղիության մասին է այստեղ, դրա համար լավ լուր է այստեղ։ Դե այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։